Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռևյուն է։ Մեր տաղավարում հյուրընկալել ենք դիրիժոր Վահե Բեգոյանին։ Բարև ձեզ, պարոն Բեգոյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ։ Պարոն Բեգոյան, օրեր շարունակ Հայաստանից Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանից իրենց Կովկասյան մահմեդականների հոգևոր առաջնորդը թիրախավորում են հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Փաշինյանի պարագայում հիմնական թիրախը ամենայն հայոց կաթողիկոսն է, ասում է խոստովան իր զավակ ունես, չունես, այսպիսի դիսկուրս է ծավալվում, ավելին թեպետ դուք էլ եւ շատերը մեջբերում են Հայաստանի սահմանադրությունը, որով եկեղեցին եւ պետությունն անջատ են, բայց Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսի նոր ընտրությունները փորձում անցկացնել, ինչ որ հանձնաժողով է փորձում ձևավորել։ Ձեր գնահատականը այս ամբողջ գործընթացին որն է։ Ակնհայտ չէ, որ Նիկոլ Փաշինյանը լավ էլ տեղյակ է սահմանադրության հոդվածից, պարզապես սկսել է մի գործընթաց, որը փորձում է ավարտին հասցնել, եւ առաջին անգամը չէ, որ նա սահմանադրական կարգը, ինչպես ասում են, տապալում է։ Այսպիսով հակաթոռ ստեղծելու փորձ համարել, սա ինչ գործընթացի հետ մենք գործ ունենք։ Մենք գործընթացը համանաբար դրսից տրված պատվեր է, որը ինքը պիտի կատարի, որտեղ հայ առաքելական եկեղեցին ազգը խմորող միակ կառույցն է եւ պետության մեջ Հայաստանի Հանրապետության մեջ ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը լինելով, այնուամենայնիվ նա իր անձով նաև միավորում է ամբողջ ազգը ներկայացնում, որտեղ ի տարբերություն որևէ պաշտոնյայի ամենայն հայոց կաթողիկոսը ընտրվել է ազգի կողմից, ազգընտիր հայրապետ է եւ եկեղեցու հին եկեղեցիները ընդհանրապես ես նույնիսկ գրել եմ այդ մասին, որ բրգաձև կառուցվածք ունեն եւ շնորհը վերևից է իջնում եւ բաշխվում ներքև։ Եվ այս կարգը սահմանել է ինքը Հիսուս Քրիստոս, մարդու կողմից սահմանված չէ, ինքը ընտրելով աշակերտների փոխանցեց ամբողջ իշխանությունը աշակերտներին, աշակերտները իրենցից հետո եպիսկոպոսներին եւ այդ առաքելական հաջորդականությունը այդ բրգաձև վերևից շնորհի բաշխումը վերևից է։ Երբ որ դու թիրախավորում ես այդ գագաթը, ինքնըստինքյան ավտոմատ կերպով ամբողջ կառույցը վտանգվում է։ Այստեղ շատ ավելի կարևոր խնդիրներ կան, որոնք թերևս սովորական եւ ավելի քիչ տեղյակ մարդկանց տեսանելի չեն, երբ որ դու վավերականության խնդիր ես դնում կաթողիկոսի, միևնույն ժամանակ վավերականության խնդիր ես դնում նրա կատարած բոլոր խորհուրդների, այդ թվում նաեւ եպիսկոպոսական ձեռնադրությունների։ Հետո նրանց այդ արդեն դուրս է գալիս անվավեր եպիսկոպոսների, ձեռնադրած անվավեր քահանաների, նրանց կատարած անվավեր պսակների մկրտության եւ այս կերպով նաեւ խաթարում ես ամբողջ եկեղեցին։ Սա եկեղեցու դեմ ուղված անգամ եթե անձերի դեմ որևէ լարվածություն ունեցող մարդիկ, հա, այսօր դուրս են գալիս կամ արձագանքում են այդ կոչերին, նրանց համար պետք է հստակ լինի, որ դա հարվածելու է ամբողջ եկեղեցուն։ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ չի, ինչպես ասեցի, սահմանադրական կարգի տապալման փորձ է անում եւ հիմա էլ կոնկրետ կոչով խմբեր ձևավորելու, այդ խմբերը ավելի ճիշտ կլինի կոչել բանդաներ ձևավորելու, իհարկե շատ ծիծաղելի ձևակերպումներով, որ ինքը կարծում է, որ ինքը այդպես հավատաքնչությամբ կարող է ընտրել եւ ինքը որոշի, թե ովքեր պիտի լինեն այդ խմբի մեջ, դա իսկապես շատ զավեշտ տալի է, այնտեղ, չգիտեմ, պահած լինեն, Աստվածաշունչը կարդացած լինեն, ցանկացած լիք մահմեդականներ կարան ընկնեն այդ հոդվածի տակ, եւ Աստվածաշունչը կարդացած լինեն եւ մարդիկ լինեն, որոնք պահում են, այսինքն տգիտության մի այնպիսի level-ա, հա, այդպիսի հավակնություններ, չգիտեմ, ինկվիզիտորները միջնադարում ունեցել են, թե չէ, այտենց այդ դիրքերից հանդես գալու։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը հստակ կերպով բաժանում է եկեղեցին ու պետությունը, սա սահմանադրական կարգի տապալման ակնհայտ փորձ է եւ կոչ, սրան եթե իրավապահ մարմինները չարձագանքեն, ուրեմն իրենք իշխանափոխությունից հետո անպայման դրա համար պատասխան են տալու, գալու է նաև իրենց պատասխան տալու ժամանակը։ Այսպիսի բաներով հայ եկեղեցուն իրական որևէ մեկը որևէ բան չի կարող անել, որովհետև ինքը անգամ եթե հակաթոռ կաթողիկոսություն ստեղծի, չգիտեմ, որովհետև հա, կարգալույծ եղածների մեջ տենց շատ քենախնդիր ու մանր անձնական այդ
բաներից ելնող մարդիկ կան, որոնք գուցե թե այսօր իրեն աջակցեն։ Գործող եպիսկոպոսների մեջ էլ կան, ինչպես գիտես, մարդիկ, որոնք իրեն տենց քիչ մնահաց ու աղով ու դիմավորեն օրհնելով նրա բոլոր գործողությունները, դա որևէ բացասական հետևանքի չի բերելու։ Հակառակը պատմությունը փաստել է, որ արտաքին ճնշումների տակ եկեղեցին միայն ու միայն բյուրեղանում եւ զորեղանում է։ Այլ սցենար չի լինում։ Ասում է արտաքին որևէ ճնշում չկա եւ իր նպատակն է վերադարձնել Հիսուս Քրիստոսին հայ առաքելական եկեղեցին։ Ինչ շատ այսօր է գրել։ Շատ ինչա գրել։ Ասում է, որ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին վերադարձվել է Հիսուս Քրիստոսին եւ հայ ժողովրդին։ Ինչի հիմա ումն է այդ եկեղեցին։ Ով է որոշել։ Այդ հայ առաքելական եկեղեցին ինքը Հիսուս Քրիստոս հիմնել է եւ միշտ եղել է Հիսուս Քրիստոսին։ Որևէ անձի երբեք չի պատկանել, առավել եւս Նիկոլ Փաշինյանին։ Ոնց է վերադարձնել Հիսուս Քրիստոսին։ Ամենայն հայ կաթողիկոսին փոխելով օրինակ։ Ինչի ամենայն հայոց կաթողիկոսին փոխելով ոնց է վերադարձնելու Հիսուս Քրիստոսին։ Դե Փաշինյանի տրամաբանությունը դժվար է։ Արդեն հոգեբուժների խնդիր կա այստեղ, որտեղ գուցե թե մարդը տեսիլքների մեջ է տենց ինչ որ։ Այսինքն գիտես հիմա մենք ինչ իսկապես նստենք քննենք ինչ որ մեկի զառանցանքը, որտեղ այդ նման գրառում անող մարդուն ուղղակի սա զառանցանք է, որը ես հրաժարվում եմ նույնիսկ քննարկել։ Սրանով պետք է զբաղվի առողջապահության նախարարությունը եւ իրավապահ մարմինները համատեղ գուցե թե։ Գուցե հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա, տեսնելու նա ունակ առհասարակ երկիր կառավարել։ Դե հենց այդպես է, էլի, գիտես, երբ որ պատկան մարմինները չեն զբաղվում, դրանք են բանանում, էլի։ Այս դեպքում իհարկե եկեղեցին բավական անելիքներ ունի, մենք չպետք է միևնույն ժամանակ էսի ասածը, որ եկեղեցին զորանալու է, դա չի նշանակում պիտի ձեռքներս ծալած նստենք, բացարձակ կարծում եմ, որ եկեղեցին շատ կոնկրետ գործողություններ պիտի սկսի։ Ինչ պետք է անի։ Առաջին հերթին պիտի իր ներսը մաքրի նիկոլականներից։ Իր ներսը, եպիսկոպոսած դասից սկսած։ Սա շատ կարևոր խնդիր է։ Եկեղեցին, երբ որ միաբանության կոչեր է անում, ես պիտի հստակ իմանամ, թե ում հետ է միաբանվելու։ Նիկոլական եպիսկոպոսների հետ էլ միաբանվեմ։ Ում հետ միաբանվեմ։ Այսինքն եկեղեցին պիտի սահմանի լավ ու վատ ձևակերպում, եւ դա պիտի ոչ թե անձերի ձևակերպում, այլ հավաքական եկեղեցու որոշում պիտի լինի, որից հետո պիտի դրանից հետո միաբանության կոչը ես կհասկանամ, թե ում հետ պիտի միաբանվեմ։ Եկեղեցին պիտի ինքը իր ներսում ինքը իրեն մաքրի եւ նաեւ պիտի աշխատի եվրոպական 1000 ու մի իրավապաշտպան կառույցների հետ ներկայացնելով, որ Հայաստանում սահմանադրական կարգի տապալման փորձ է տեղի ունենում, դեռ չգիտեմ ինչա Վենետիկի հանձնախումբ է, ինչա, մինչև այդտեղ կարելի է գնալ, միևնույն ժամանակ հստակ հանդես գալ, ցույց տալով, թե ինչ ճնշումների տակ է այսօր եկեղեցին Հայաստան, ինչ Նիկոլ Փաշինյանը վաղ կարող է որոշի, տեսնի Եզդի ազգի շեյխերը համապատասխանում են, բարեվարկության մի հատ էլ այնտեղ տեստ անցկացնի, հետո անցնի, ասենք Հայաստանում ռուս եկեղեցու ներկայացուցիչներին քննի, ինքը ով է։ Դե նույնիսկ կրոնական տարբեր կազմակերպությունների ղեկավարներն էին դատապարտել Նիկոլ Փաշինյանը։ Դե հենց այդ է, որովհետև բոլորը հասկանում են, որ սենց ցանկացած ողջախոհ մարդ հասկանում է, որ այս մարդը ուղղակի սկսում է մի process, որը, չգիտեմ, ստալինյան ռեպրեսիաների ինչ ժամանակներն այլ են, չի հաջողվի։ Նպատակը վերցնել վերահսկողության տակ իրեն անցանկալի բաներ խոսող եւ հստակ հաջողություններ այդ բնագավառում, հա, արձանագրող եւ վերջո տեսանք, որ վեհապարի խոսքը լուրջ ազդեցություն ունեցավ Շվեյցարիայում եւ հետո Ամերիկայի եկեղեցիների այդ խորհրդի հայտարարությունը, այսինքն սա բնականաբար գործողություններ ա, որոնք այնտեղ Շեյխուլ Իսլամն էլ չէ, նույն ազգանունը ունի, հա, այնց ազգանբանակիցներով հասկանում եմ, որ վեհապար հայրապետը այսօր ազգային կարևոր հայտարարություններով հանդես եկող եւ լսելի ձայն ունեցող աշխարհով մեկ ի տարբերություն իրենց լսելի ձայն ունեցող
մեկն է եւ այդ մարդուն իհարկե պետք է լրացնել։ Բայց ես ասում եմ, սա ուղղակի ես իսկապես արդեն գիտես կարծում եմ ԿՊ-ն ինքը իր ներսում պիտի հասկանա, որ այս մարդը կործանում է նաև իրանց։ Բայց մամուլը գրել է, գուցե թե իրենք հասկանան, որ պետք է դրան փոխել։ Չէ, մամուլը գրել էր, որ ԿՊ վարչության նիստում եւս քննարկվել է կաթողիկոսի հեռացման հարցը եւ գրեթե բոլոր անդամները պնդել են, որ ճնշումները պետք է շարունակել։ Դե թող շարունակեն, տեսնենք վերջը ով է դրանից դժելու։ Հասկանաս նույնիսկ կաթողիկոսի անձը ոչնչացնելը ֆիզիկապես չի բերելու այլ բանի եկեղեցին բազմիցս դրա միջով անցել է հուսիկ կաթողիկոսից սկսած, հա, Տիրան թագավորը տենց սպանեց, որովհետև քաղաքականապես չէր անում ինչ որ ինքը ուզում էր։ Դրանից ոչինչ չեղավ։ Դրանից եկեղեցու ընթացքը, եկեղեցու ազգանպաստ, ազգանվեր գործունեությունը չփոխվեց, եկեղեցին չդարավ ուրիշ բան։ Խորեն Մուրադբեկյանին խեղտամահարեցին վեհարան, ասեմ նույնիսկ կարող են ֆիզիկական բաներ, դա չի բերելու իրենց ուզած արդյունքին։ Հակառակը այդտեղից վերընձյուղվելու են հարյուրներով ավել մարդիկ, ովքեր խոսելու են եւ գործելու են ի նպաստ հայ ժողովրդի։ Երբ որ սոցհարցումներով 70 եւ ավելի տոկոս վստահություն է սպայն ունի եկեղեցին, ինչ անելիք ունեն այդ վստահության քվե տվողները եկեղեցուն, այսինքն ժողովուրդը ինչ պետք է։ Ես ասում եմ հիմա այս դեպքում անելիքը եկեղեցունն է, գիտակցելու, որ ինքը այդ աստիճանի բարձր հեղինակություն ունի եւ այդ 70% ավել մարդը սպասում է կոնկրետ, ասում եմ, ամեն անգամ միաբանվելու կոչ անելուց դու պետք է հստակ նաեւ նշես ում հետ միաբանվելու։ Պիտի սահմանի, պիտի ներսից հեռացնի այդ բոլոր նրանց, ովքեր տենց դավադրաբար բացում են այդ ամրոցի դռները Նիկոլի ու նրա կողմնակիցների առաջ եւ միավորի ժողովուրդը կոնկրետ երևի թե ինչ որ մի պահից սկսած գործողությունների։ Բայց միավորում չի նշանակում ամբողջ ազգը միավորվի։ Հիմա եթե տարանջատում մտցնի նույն եկեղեցին ներսում, ով է նիկոլական, ով ոչ, հետո այսպեսին բան լասենք։ Հայ եկեղեցին 4 նվիրապետական աթոռներով է ներկայանում։ Այս դեպքում նաև շատ կարևոր է մյուս 3 նվիրապետական աթոռների արձագանքը այս երևույթին։ Սա էլ շատ կարևոր բան է եւ էլի հավաքական այդ որոշման մեջ նրանց ձայնն էլ է շատ կարևոր։ Աշխարհասփյուր հայությունը իր բոլոր կառույցներով Դե մենք տարբեր թեմերից լսում ենք հայտարարություններ։ Այո, տարբեր թեմերից լսում ենք, բայց այդ սաղ պիտի հավաքվի այդ եւ դառնա մի մեծ գետ, հորդ գետ, որի առջև կանգնել հնարավոր չի լինելու։ Դուք այսօր հարցազրույցի ընթացքում էլ այդ մասին անդրադարձեք, բայց գրառմամբ էլ մանրամասն ներկայացրել եք եկեղեցապետին կասկածի տակ դնելու հետ կապված, նշելով, որ ցանկացած անձ, որ կասկածի տակ է դնում եկեղեցապետի վավերականությունը, ավտոմատ կերպով հարցականի տակ է դնում նրա կատարած բոլոր խորհուրդների վավերականությունը, այդ թվում նաև նրա կատարած ձեռնադրությունները։ Այսինքն, երբ ասում է, թե եկեղեցապետը չէր կարող լինել եկեղեցապետ, նշանակում է, որ նրա ձեռնադրած բոլոր եպիսկոպոսները անվավեր են, նրա ձեռնադրած քահանաներն էլ եւ այդ քահանաների կատարած պսակ ու մկրտություններն էլ։ Այս տրամաբանությամբ մենք չենք ունենա վավեր եպիսկոպոս կաթողիկոս դառնալու համար։ Այդ թվում նաև Երուսաղեմի ու Պոլսի պատրիարքները, որոնք եւս վեհափառ հոր ձեռնադրածներն են։ Ցավոք այսքան պարզ բանը չեն հասկանում նիկոլական եպիսկոպոսները, որ ապստամբում են իրենց ձեռնադրած հոգեվոր հոր դեմ։ Չեն հասկանում, թե ամեն դեպքում հակաթոռի իրականացմանը լավ էլ կողմ է։ Հակաթոռը վավեր մի բան չի, այտենց կարող են իրենց էլ հավաքվեն հիմա 3 ընդդիմադիր հոգի մի 4-րդին, չգիտեմ, ձեռնադրեն կաթողիկոսը հետո հաջորդի պատմության մեջ դրա միջով էլ ենք անցել, նման դեպքեր բազմիցս եղել են։ Դավիթ Դանելյան վեճերել ենք ունեցել, հա, 1700-ականներին, եթե չեմ սխալվում, ժամանակագրությունը կարող է բան, որ մայրաթոռում տենց երկու բան ֆրակցիա ամեն մեկը մի կաթողիկոս էր ձեռնադրել ու դրանք իրար հետ տենց մենամարտ հետո օքեյ, ով է ընդունելու, ով է գնալու նրա հետևից։ Հասկանաս, եկեղեցին կատակոմբում էլ կարա առողջ եկեղեցի լինի, ընդհատակ անցած։
ընդհատակ անցած լինի առողջ եւ վավեր եւ լեգիտիմ եւ կարա ինչ որ մեկը գնա մայրաթոռում մտնի ներս գնա նստի բազմի կաթողիկոսական գահին եւ չլինի կաթողիկոս իսկ դա թաթերական ներկայացում չի դեկորներ չեն հասկանում ես որ այդ կոստյումը հանեցինք հագցրեցինք այն մյուսին դարձավ ինքը հիմա բան այդպես չի լինում բացի դրանից ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության լեգիտիմությունը որևէ մեկը չի կարող հիմա քննարկել եւ կասկածի տակ դնել։ Ասում են զավակ ունի թաքցրել է։ Ումից դուք իսկապես կարծում եք որ ասենք կաթողիկոսական ընտրության ժամանակ երբ որ առավել եւս այդ ժամանակ դեռ ներկա հայրապետը կաթողիկոս չէր, arczepiskopos էր եւ ուներ իրեն հակառակ ընդդիմադիր եպիսկոպոսներ եւ այդ ընտրությունը տեղի էր ունենում նրա ընդդիմադիրների մեջ կար նաեւ ասենք Պոլսի պատրիարք Մութաֆյանը ինչն էր խանգարում նրանց ընտրության ժամանակ այդ մարդու անձը դնելու կասկածի տակ այս կարգի բաներով ինչ կարծում եք նրանք ինչ որ բան կար որ նրանք չգիտեին Նիկոլը գիտի լուրջ ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունը որևէ մեկը չի կարող վիճարկել դրա լեգիտիմությունը որևէ մեկը չի կարող այնտեղ եղել են ասում եմ մարդիկ որոնք առանձնապես լավ չէին վերաբերվում Գարեգին arczepiskopos Ներսիսյանին լավ նաև հակառակ ֆրակցիաներից էին, հա, այսպես եւ եթե լիներ ինչ որ մի բան այդ կարգի, հանգիստ կարելի էր, հանգիստ կարող էին եւ կանեին, ով պետք է նրանց լրացներ, ասեմ, մեծ, չգիտեմ, Երուսաղեմի պատրիարք կամ Պոլսի պատրիարքը ինչից պիտի վախենար, ումից պիտի վախենար, հայտարարությամբ հանդես գալուց, չմասնակցելուց ընտրություններին դեմարշ անելով, ասելով, որ ոչ ես չեմ մասնակցի վերցներ իր падգամավորներին գնար եւ սա խաթարեր այդ ընտրության բայց այս ընտրությունները անցել են մինչեւ վերջ լեգիտիմ բոլորի աչքի առաջ եւ Գարեգին ներկայիս երկրորդ կաթողիկոսը շատ մեծ ռեյտինգ ուներ մինչ նույնիսկ նախորդ ազգային եկեղեցական ժողովի ժամանակ Վազգեն կաթողիկոսի մահվանից հետո երբ ընտրվեց Մեծիտանին Կիլիկիո Գարեգին երկրորդ, որը այստեղ դարձավ Գարեգին առաջին կաթողիկոսը։ Գարեգին կաթողիկոսը ներկայիս այն ժամանակ էլ ուներ շատ բարձր ռեյտինգ։ Եվ սա ծիծաղելի է այս ապուշությունները դնել վերցնել, սա ասում եմ, իսկապես առողջապահության նախարարության եւ իրավապահ մարմինների համատեղ գործողություններն են այստեղ պետք է մարդուն զսպելու ի վերջո, լրացնելու, ազատելու հայկական իրականություն այս խայտարակ տգետ հիվանդ բարբաջանքից եւ տգետ եւ հիվանդ։ Դե նույն առողջապահության նախարարը նորմալ էր համարում այս հարցադրումները Փաշինյանի արած։ Դե Իդեպ այս օրերին շատ է խոսում թե ուր է մտավորականությունը, ինչու են լուր մտավորականներից ոմանք խոսում են իրականում եւ օրինակ ես Ռոբերտ Ամիրխանյանի, որին մտավորական համարում են ամեն դեպքում, ասածը կմեջբերեմ, նա անդրադարձել էր այս թեմային Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը, թե ամենայն հայոց կաթողիկոսի երեխա ունի թե ոչ եւ բառացի մեջբերեմ ինչ ասում Ամիրխանյանը, պատասխանիր երեխա ունես, ընտանիք ունես, եթե ունես, խախտել ես քո դավանանքը, սկզբունքները ընդունիր դա, ինչ է նշանակում չընդունել դա։ Ինչ է այդքան անվիճելի է ինքը որպես բարձրագույն եկեղեցական գործիչ, ոչ անվիճելի չէ։ Ես սպասում եմ, որ կաթողիկոսն իր հարցի պատասխանը կտա անկախ նրանից, թե դա որքանով է հիմա տեղին։ Բայց հարց է ծագել խոստովանիր քո ազնվության աստիճանը։ Եթե դու հանրության հավատացյալ զանգվածին տանում ես դեպի Աստված եւ դու ճանապարհին սուտ ես խոսում, թաքցնում ես քո արածները, ուրեմն պետք է պատասխան տաս դրա համար։ Դուք որևէ մեկնաբանություն ունեք։ Ես մեծ ափսոսանք ունեմ ու ցավ ունեմ, որ այդ մարդը այտենց շատ մեծ ցավ ունեմ։ Ռոբերտ Ամիրխանյանը մեր լավագույն կոմպոզիտորներից է, բայց ցավոք սրտի նաև տեքստի մեջ բավական սխալ բաներ կան, որտեղ դավանանքը եւ այդ ամեն ինչ իրար հետ հեչ կապ չունեցող բաներ են։ Ինչ ասեմ, կարող եմ միայն ափսոսանք հայտնել։ Շատ ցավում եմ, մանավանդ Ռոբերտ Ամիրխանյանին անձամբ ճանաչում եմ։ Ես կարծում եմ, որ դե մեծ մարդ է։ Իսկ ինչ եք դուք ակնկալում առհասարակ մտավորականությունից այս իրավիճակում։ Գիտես, մենք մտավորականությունը շատ հարաբերական հասկացություն է։
ցավոք սրտի։ Շատ։ Նախ ամեն արվեստագետի մտավորական չպետք է ասենք, որտեղ գոնե մտավորական պիտի իմանա դավանանքը ինչա, դավանանքին հակասելը ինչա։ Մտավորականներից հիմա երևի արդեն ակնկալում են, որ երբեմն պետք է խոհեմաբար լռեն, որ գոնե իրենց մասին այդ միֆերը չփլուի էլի։ Այսինքն մի կողմից լավ է, որ շատերը լուռ են այս իրավիճակում, որովհետև կարող է խոսեն ավելի վատ լինի։ Հա, այն որ սեփական չիմացությունը ցուցադրելը շատ վատ բան է։ Պետք է գոնե հասկանան ու լռեն երբեմն։ Եթե պիտի սենց խոսեն, ավելի լավ է լռեն։ Գիտես, պատմություններ կան, որ պիտի մարդիկ իրենց անձնական կյանքում տեղի ունեցած այդ ինչ որ միջադեպային պատմություններից մի քիչ վեր լինեն, բարձր կանգնեն եւ այդ մաղձը հետները ման չտան էլի, հետո հարմար առիթին դա փոխադարձելու։ Ես ահագին բան ասեցի, հասկացողները հասկացան։ Մտավորականությունը ում համար էլ մտավորական այս իրավիճակում, որովհետեւ օրինակ մարդը կոմպոզիտոր է, բայց արդյոք մտավորական է, լավ, իր համար լավ ստեղծագործում է։ Միգուցե կամ մեկը լավ պարում է, մեկը լավ նվագում է, ով է մտավորականը ի վերջո։ Դժվար հարց է տալիս, շատ դժվար հարց է տալիս։ Հաստատ լավ պարողը կամ լավ կոմպոզիտորը կամ բանը չի։ Մտավորականն է, ով որ հասկանում է այդ այնց խութերը, ով տեսնում է ազգի արժև ծառացած լրջագույն վտանգները, ով տեսնում է թե ունի այդքան խոհեմություն տեսնելու ծածուկ բաները, հա, կանխատեսելու դրա հետևանքները, հասկանալու, որ սա բացարձակ երեխա ունենալ չունենալու մասին չէ։ Կուսակրոնությունը ընդհանրապես երեխա ունենալ չունենալու մասին չէ, ընդհանրապես։ Եվ ցավոք սրտի այս որ եկեղեցու պատմությունից, եկեղեցական կարգ ու կանոնից, օրենքներից տգետ մարդիկ, տգետ բոպիկ մարդիկ չիմացածի մասին այսպես հայտարարություններ են անում, շատ ափսոս։ Միգուցե նաև նրանց համար ես պետք է ձեզ խնդրեմ, դուք գրառմամբ եք անդրադարձել կուսակրոնության ուխտին եւ նաև հնազանդության ուխտին։ Կուսակրոնության ուխտը միակ ուխտը չէ, որ արվում է, եւ կուսակրոնության ուխտին եւ կուսակրոնության ուխտը խախտելուն, գիտես, Բարսեղ մեծի կանոններից սկսած 4-5-րդ դարից, երբ որ կուսակրոնությունը վերջնականապես հաստատվեց, չնայած մինչև դա էլ ավանդաբար կար, որտեղ խնդիրը երեխա չունենալու մեջ չէ, լուսավորիչը ուներ որդիներ, չէ, հաջորդ երկու հայրապետները, Արիստակեսն ու Վրթանեսը, այլ խնդիրը պաշտոնը աստիճանը ստանձնելու պահից ընտանեկան կյանքով չապրելը, որտեղ լուսավորչի կինը գնաց վանք, դառավ մենակյաց, լուսավորիչը մտավ ընդունեց կուսակրոնություն։ Այսինքն սա ընտանեկան կյանքով չապրելու մասին է։ Եվ ոչ թե կուսության կամ մենք ունեցել ենք շատ շուշտակ վարդապետներ, եպիսկոպոսներ, որոնք ժամանակին ամուսնացած են եղել, կինը մահացել է, զավակներ են ունեցել, թոռներ ունեցել, ամուսնալուծվածների վատ օրինակներ էլ կան, այո, վատ օրինակներ, ամեն դեպքում նշում եմ դա, օբյեկտիվությունը պահելու համար։ Հիմա դրա մասին չէ այս օրենքը կուսակրոն, բայց այնտեղ կան անհամեմատ ավելի կարևոր օրենքներ, երբ որ մարդը հրաժարվում է սեփական կամքից եւ մտնում է եկեղեցական իշխանությունների կամքի տակ, այսինքն հրաժարվում է իր անձնական կամքից եւ ցանկացած հնազանդության ուխտն է ամենակարևորը։ Վանականության ուխտերի մեջ ամենակարևոր ուխտը դա է, որտեղ մարդը նմանվում է հրեշտակային դասին, որոնք չունեն իրենց կամքը եւ Աստծո կամքի ներքո են։ Եվ այս դեպքում հիմա որ նայում ես, բոլորը իրենց կամքի դրսևորման մեջ են եւ որևէ մեկը իր գործողություններում այդ հնազանդության ուխտը չի պահում, միշտ դա ամենակարևորն է ուխտերից։ Դրա մոտ կուսակրոնության ուխտը դա ընդհանրապես ոչ մի բան է, էլի։ Դրա համար եք ասում, որ ներսից պետք է ինքնամաքրվի։ Այո, եկեղեցին ներսից պիտի ինքնամաքրվի եւ բայց դա ինչպես եք պատկերացնում։ Հավաքական, եպիսկոպոսական փակ որոշումներով իրենց ներսում այս կարգի խնդիրները եկեղեցին կարող է լուծել միայն ինքը իր ներսում։ Այլ կերպ եւ այլ ճանապարհ սրան չկա։
արտաքին որևէ միջամտություն հնարավոր չէ։ Հիմա եկեղեցին կարող է ինքը ներսում այս հարցերը պարզաբանել, լուծել, ով է, ինչ է, ինչպիսին է, ինչ ուխտ է պահել եւ ինչ ուխտ է խաղում, եւ սա բացարձակապես վարչապետը կարող է անդրադառնալ բացառապես այն դեպքում, երբ որ կլինի քրիորեն հետապնդելի որևէ արարք, մարդ սպանած լինեն, հա։ Դուք պատկերացնեք Իտալիայի կառավարությունը հանգարց միջամտի Վատիկանի ներքին գործերին։ Իտալիայի վարչապետը նստի խոսի, թե այս կարդինալը կամ պապը։ Դա աբսուրդ, դա աներևակայելի մի բան է։ Նման հարցերը լուծում է եկեղեցին ինքը իր ներսում։ Քրիորեն պատժելի պետության կողմից սահմանված արարքներ կլինեն, դրա մեջ հաստատ երեխա ունենալ չի մտնում, չէ՞։ Կարծեմ հակառակ, մենք դեմոգրաֆիական խնդիր ունենք։ Նույնիսկ պիտի այս դեպքում պետությունը բանաներ, ուրախ լիներ։ Հա, եթե քրիորեն պատժելի արարքներ լինեն եւ լինի պետական միջամտություն, որ մենք չի անդրադառնալ, բայց այս դեպքում դա բացարձակապես ինքը ով է, որտեղ է գրված, որ պետությունը հայ առաքելական եկեղեցու կարգերի ու կանոնների պահպանման երաշխավորն է։ Այդպիսի բան կա, կարծեմ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորներ։ Իմ հիշելով դրա երաշխավորներ եւ ոչ թե հայ եկեղեցու կարգ ու կանոնի, հայ եկեղեցին կարող ժողովանի իր կարգ ու կանոնը փոխի։ Կամ եթե այսպես հոգ է տանում եկեղեցու մասին, ինչպես ինքն է փորձում ձևակերպել, թող Արցախում մնացած եկեղեցիների մասին հոգ տանի։ Հա, թող Արցախում մնացած եկեղեցիների ապագայի վիճակի ավերի մասին հոգ տանի։ Ինչ ասեմ, չէ, իսկականից գիտես, մենք ինչ որ բան աբսուրդի իրականության մեջ ենք ընկել, որտեղ այս կարգի բարբաջանքները մենք պիտի նստենք, վերլուծենք, բացատրենք, ցավոք սրտի մեր ժողովուրդն էլ տենց տեղյակ չի եւ այս կարգի հիմար արտահայտությունը հիմարագույն տգետ խայտարակ բաների հետևից կարող է գնալ, բայց ունենք ինչ որ ունենք ցավոք սրտի այո։ Նա այս բան ղեկավար է, ավելին կնոջ հետ տենց կրթելու արշավ են սկսել մարդկանց են կրթել։ Եվ պարզվում է, որ կրթելը նորաձև է։ Աշխարհում ամենա ոչ կայուն բանը նորաձևությունն է։ Ամենակայուն բանը կրթությունը։ Այսինքն մի նախադասության մեջ այդ երկու բանը առավելես մեկը մյուսի ացականը չէր կարող էլի լինել նույնիսկ հասկանում ես։ Մի խոսքով, դե թող կրթվեն, գուցե սկսեն կրթվել։ Մտածեմ, որ նորաձևան նստեն երկու գիրք կարդան, իմանան եկեղեցին ինչ է, ով է, ինչպիսին է, հələ եկեղեցին չէ, գոնե կարդան տեսնեն վարչապետն ով է, ինչի իրավունք ունի, ինչի իրավունք չունի։ Առանց դիպլոմի դեղին մամուլի խմբագիր Նիկոլ Փաշինյան։ Եվ որը տենց էլ մնաց առանց դիպլոմի դեղին մամուլի, տենց սկանդալներով, սկանդալային հայտարարություններով թվում է թե հակառակը ոչնչացնում է։ Ես կարծում եմ, որ սա այնց դո ԿՊ-ի ռեյտինգը ընկնելու է խորխորատները եւ եթե իրենք իրանց ներսում դա չեն հասկանում, ուրեմն ավելի լավ, իրենց վախճանը ավելի կմոտեցնեն դրանով։ Իսկ քաղաքական ուժերի անելիքը ո՞րն է այս իրավիճակում։ Քաղաքական ուժերի անելիքը հասկանալ, որ սա առաջին հերթին սահմանադրական կարգի տապալում է ուղիղ իմաստով եւ ամեն ինչ անեն դա բարձրաձայնելու, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը տապալվում է։ Մենք աշխարհիկ պետություն ենք, սա էլ է շատ կարեւոր։ Ցանկացած եկեղեցական ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հա, ունի նույն անձնագիրը եւ նույն իրավունքները, ինչ որ Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիները կարող է ընտրել եւ ընտրվել։ Պետական իշխանավորը սահմանադրությամբ սահմանված չի կարող միջամտել եկեղեցու ուղիղ կառավարմանը։ Դա կարծեմ 17-րդ հոդվածի երկրորդ կետն է եւ հայ առաքելական եկեղեցու եւ պետության մասին այդ հատուկ օրենքի մեջ հստակ որ հայ եկեղեցին ազատություն ունի գործելու իր նվիրապետական սահմաններից ներս։ Դե հիմա սահմանադրական փոփոխություններ անելիս դա էլ կփոխի։ Երբ որ կանի եւ երբ որ կհաջողի դա անել, երբ որ հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության բնակիչները դրան կողմ կքվեարկեն, կարող է այդ ժամանակ ազգային եկեղեցական ժողով եկեղեցին գումարի, որովհետեւ այդ դրա մեջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից բացի մտնում է ամբողջ աշխարհասփյուռ հայությունը, որոշի ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը տեղափոխի, այնպես ինչպես բազմիցս եղել է։
ելնելով քաղաքական անբարենպաստ պայմաններից եւ ապահովելու համար ամենայն հայոց կաթողիկոսի ազատ գործունեությունը։ Դրա ժամանակ Նիկոլ Փաշինյանը ինչ պիտի անի։ Այսինքն նույնիսկ այդ ճանապարհով Նիկոլ Փաշինյանը չի կարող ազատ։ Իհարկե, ազգային եկեղեցական ժողովով եւ եպիսկոպոսական ժողովով կարող ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը տեղափոխեն ուրիշ մի երկիր։ Բազմիցս եղել է։ Այնտեղ որտեղ ավելի ազատ է եւ ավելի հարմար է, ավելի բարենպաստ պայման, այդ դրանից հետո թե Հայաստանի Հանրապետության ռեյտինգի հետ ինչ կլինի, որ հայ ժողովուրդը ստեղծեց պետություն, որտեղ ամենայն հայոց կաթողիկոսը ստիպված եղավ նստավայրը տեղափոխելու։ Կամ չգնա ուղղակիորեն հանձն առնի այդ նահատակությունը, ինչը վեհապարը հայտարարել է, որ ինքը պատրաստ է ցանկացած ճնշումների։ Դրանից հետո ամենայն հայոց կաթողիկոսը կլինի մեր եկեղեցու հերթական սրբադասված նահատակ հոգևորականներից մեկը։ Այսինքն բացարձակապես չի տեղի ունենա այն ինչ որ Նիկոլը ակնկալում է, ճիշտ հակառակը։ Ճիշտ հակառակը։ Մենք մի ամբողջ հաղորդում ըստ էության նվիրեցինք այս թեմային, պարոն Բեգան, դուք ասում եք, որ աբսուրդային է այն ամեն դեպքում, բայց ամեն առավոտ Նիկոլ Փաշինյանն արթնանում է, իր պարտքն է համարում, հերթական, ինչպես ասում են, չգիտեմ, գիտես մենք պետք է գրառումը կատարել։ Այո, մենք պետք է հասկանանք, որ ամենայն հավանականությամբ տեղի ունեն քաղաքական ինչ-որ process-ներ կամ մեզ սպասում են շատ լուրջ process-ներ, որոնցից ուշադրություն շեղել է պետք ամենահարմար ձևը այս դեղին մամուլային, սկանդալային, այս խայտառակ, անորակ եւ էժան գրառումներով։ Բայց շատ քիչ են հավանության արժանացնողները այսպիսի գրառումներ։ Առավել եւս թող ենթադրություններ անի նորաձևը։ Նորաձևը, որ ենթադրություններ աներ, հրաժարական տված կլիներ։ Դե այստեղ արդեն ուրեմն նաև ենթադրություններ պիտի ան ժողովրդի։ Չէ, ես կարծում եմ, որ ամեն դեպքում հիմա իսկապես եկեղեցին կոնկրետ անելիքներ ունի, կոնկրետ ժողովական որոշումներով, սահմանումներով, այս խնդրի շուրջ նաև համախմբելով աշխարհասփյուր հայությանը իր ողջ ներուժով, այդ ներուժը ամենատարբեր ձևերի կար արտահայտվի եւ միևնույն ժամանակ հստակ միջազգային իրավապահ կառույցներին ներկայացնելով իրականությունը եւ այն խայտառակագույն ռեպրեսիաները կարելի է ուղիղ ասել արդեն ռեպրեսիաները, որոնք սկսվել են հայ եկեղեցու դեմ եւ ինչպիսի կրոնական խտրական եւ ճնշումների տակա հայ առաքելական եկեղեցին եւ սրանից այո իսկապես պետք է մյուս կրոնական կազմակերպություններն էլ Հայաստանի ենթադրություններ անեն վաղը, չգիտեմ, իսկապես կարող է որոշի անդրադառնա եզդիների շեյխերին, չգիտեմ, մահմեդականներին, ով է իմանում ռուս հոգևորականությանը եւ այլն։ Գուցե մարդը մտածում է, որ ինքը պիտի այնց Բյուզանդիայի կայսրի կերպարի մեջ է, որտեղ բոլոր ենթականները ասենց պիտի իրենից շնորհ ստանան։ Բայց ինքը ենթական է այս իրավիճակում, որտեղից նրա հանգը գալիս է, միանգամից կատարում է։ Ազգանվանակցի այնտեղ նստած եւ նրա ղեկավարների։ Դե հետո գիտես սա էլ է ակնհայտ էլի, երբ որ նույն պահին է սկսում այդ հարցակումը ամենայն հայոց կաթողիկոսի դեմ, տենց մի ես խմբավար եմ, էլի, սենց մի մուտքով, սենց ձեռքի մի շարժումով բոլորը մի անում են այդ վայրահաչողները այնքան ակնհայտ է, այնքան տեսանելի է, դա ինչի շատ ցավում եմ, որ այդ այնց հստակ բաները արվեստագետներն են դադարել տեսնել, առավել եւս Ամիրխանյանի նման մեծ վաստակ ունեցող եւ շատ տաղանդավոր երաժիշտ, բայց ցավում եմ, որ տենց անձնական մանր գուցե թե բաները, անձնական փոխհարաբերությունները տենց հիմա տենց ռևանշ է անում էլի, շատ տգեղ է։ Քանի որ այս թեման էլ է շատ քննարկվում այս օրերին, տեսեք, մենք անընդհատ համանadrությունն ենք մեջ բերում, որ եկեղեցին եւ պետությունն անջատեն, իրենք էլ ասում են, բա ինչպես է եկեղեցին փորձում միջամտել։ Դե ես ասում եմ, եկեղեցականները եւ նույն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են եւ իրենց իրավունքները սահմանափակված չեն որևէ կերպ։ Որևէ մեկը քաղաքականությամբ չզբաղվելու ուխտ չի անում ձեռնադրության ժամանակ։ Ազատ է գործելու, ասեմ ավելին, ես միշտ եմ ասում, մեր այս աղետյալ վիճակի մեղավորությունը նաև նրան է, որ մենք 30 տարի ով ասես ինչ ՀԿ ու չգիտես ինչ ազգային ժողովում падգամավորի տեսքով ներկա էր, հայ հոգևորականությունը ներկա չէր, որ այո, պիտի հայ հոգևորականությունը շատ ակտիվ կերպով
մասնակցել այս եկեղեցու այս երկրի օրենսդրական կյանքին, ներկայացված լինել ազգային ժողովում, ինչպես աշխարհում ամենտեղ։ Բոլոր պարլամենտներում հոգևորականները կան, առավել եւս ավանդական հին եկեղեցիների։ Ներկա լիներ եւ ցավոք սրտի այդ 30 տարվա մեջ մեծացած, ես ասեմ ավելի, նույնիսկ սովետական միության օրոք շատ եպիսկոպոսներ ու ռուս եկեղեցու միտրոպոլիտներ խորհրդային միության գերագույն խորհրդի կազմի մեջ էին, իբրև падգամավորներ, այսինքն բացարձակապես հոգևորական լինելը չի նշանակում մասնակցություն, առավել եւս երբ որ այդ պետությունը կարող է ընդունել որոշումներ, որոնք ուղիղ ազդելու են իր ժողովրդի, իր հավատավորների, այդ թվում նաեւ բարոյական եւ կերպարի եւ բարոյական կյանքի ընթացքի վրա, ներընտանեկան կյանքի ընթացքի վրա։ Եկեղեցին կարող է վաղը, պետությունը կարող է վաղը արտոնումը կրկնամուսնությունը։ Ինչ եկեղեցին պիտի լուրնա ասի, չէ, ես չեմ զբաղվում քաղաքականությամբ։ Այսինքն էլ ավելի ակտիվ պետք է լինի եկեղեցին։ Շատ ավելի ակտիվ պիտի լինի այս իրավիճակում եկեղեցին, այո, հենց պետք է այս իրավիճակում եկեղեցին պատրաստվի 26 թվականի ընտրություններին։ Լրջագույն ինչ ձևաչափով, այսինքն թեկուզ ստեղծելով ինքը իր կուսակցությունը եւ լուրջ մասնակցություն ունենալով այդ ընտրություններին, դնելով իրենց տեխնացությունները, սիրված հոգեվորականները անցնելով պարլամենտ եւ ազդելով Հայաստանի Հանրապետության վարչապետի ով լինելուց, որ ամեն թուրիմացություն չդառնա, հստակ, մինչեւ օրենքների կազմելը։ Սա եկեղեցու պարտականությունն է, պարտավորությունն է։ Այդ ներքին համաձայնությունը, որով 30 տարի չարեցին, պետք է մոռանալ եւ լծվել այս պետությունը ներսից պահելու գործին, որտեղ այս պետությունը ներսից է դավաճանված։ Ներսից է դավաճանված։ Այս պետության, այս երկրի դարպասները ներսից են բացում, պետք է մտնել եւ պահել, ատամներով պահել։ Եվ մեր սահմանադրությունը դա չի արգելում եւ չի կարող արգելել։ Չի կարող արգելել։ Աշխարհում բոլոր հոգեվորականները իրավունք ունեն, անկախ եկեղեցին, որ եկեղեցին է, նույնիսկ կրոնը, կուզի մահմեդական լինի, եթե հոգեվորականները նույն քաղաքացիներով կարող են մասնակցել։ Ցավոք նույնիսկ նախկին հոգեվորականներ կան, հիմար գրառումներ են անում այդ թեմայով, տենց շատ մանր քենախնդիր, հիմար, տգետ, ուղղակի կարդում ես ու հասկանում ես, որ եկեղեցին իսկապես սխալ ա եղել ժամանակին դրանց ձեռնադրելուց, ոչ թե կարգալույց անելուց։ Եվ ցավոք փակ էջերով, որ դու չես կարողam ուղղակի մտնել ու գրել, թե դու ինչ աստիճանի տգետ ես, ինչ աստիճանի տգետ ես։ Սա գիտես, այո, կրթվելը նորաձև չի, բայց պետք է պարտադիր է, կրթվելը պարտադիր է եւ ցավոք սրտի այդ այնց կրթական կոնկրետ ցենզերին համապատասխանելն է, էլի պետք որոշակի պաշտոնների անցնելու դեպքում այդ քննությունը պիտի լինի, ում ենք վստահել այս երկիրը։ Ում ենք վստահել այս երկիրը, ոնց որ գնաս սրտի վիրահատության ու քո սրտի վիրահատությունը վստահես մեկին, ով ուղղակի նույնիսկ ներարկել չգիտի, պարզ մկանային ներարկում անել չգիտի, գնաս սրտիդ վիրահատի, նույն բանն է, մենք այս երկիրը ես ում ենք վստահել ու չենք հասկանում այդքանից հետո։ Այդքանից հետո մենք չենք հասկանում, այսքան աղետից հետո մենք չենք հասկանում։ Դե եթե տեսնենք, թե նույն ընդդիմադիր դաշտում ինչ է կատարվում, գուցե չենք հասկանում։ Չենք հասկանում, համամիտ եմ։ Մինչև վերջ համամիտ եմ, որտեղ ինչ որ կատարվում ընդդիմադիր դաշտում, դա ուղղակի մի խայտառակություն էլ դա է։ Սկսում ես ուղղակի ինչ անել։ Ի վերջո։ Եթե ես ասեմ ինչ անել, համ ինձ կձերբակալեն, համ ձեր հաղորդումը կփակվի։ Բայց պատասխանեցի քո հարցին։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Սիրով։ 168 TV-ի եթերում ռևյուներ։ Հետևեք մեր հետագա թողարկումներին։